Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում սեպտեմբերի 25-ին հանրային քննարկման է դրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունների համաձայն բոլորի, այդ թվում նաեւ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը, ձայնագրումը, հրապարակումը լինելու է արգելված մինչեւ գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Իրավաբան Գոհար Մելոյանը Օրագիր Նյուզին հայտնեց, որ այս նախագծի կարգավորումը ուղղակիորեն հակասում է դատական վարույթի հրապարակայնությանը։ Այստեղ կարող ենք մենք տեղին հարցադրում ռետորական անել, արդյոք դա այս սահմանափակման նպատակը ուղղված չէ տեղեկատվության ազատության շրջանակների հերթական սահմանափակմանը, ինչը ընդհանրապես այսօրվա իշխանության որդեգրած ուղիներից մեկն է, հենց հաշվի առնելով այսօրվա իրավիճակը մի շարք քաղաքական դատավարությունների, որոնք այսպես կոչված show trial-ներ են, ցուցադրական բեմադրված դատավարություններ են, ու հենց դրա ուղիղ հեռարձակումների հետևանքով քաղաքացիները ու լայն հանրույթը կարողանում են ուղիղ հետևություններ կատարել ու եզրահանգումներ կատարել, թե մեղադրող կողմի բոբիկության վերաբերյալ, փաստերի բացակայության վերաբերյալ։ Գոհար Մելոյանի դիտարկմամբ այս նախագծում նման սահմանափակումը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև վտանգավոր ուղերձ է պարունակում։ Մարդիկ ուղղակիորեն լսելով այս process-ները, դատավարությունները կարողանում են հետևություններ կատարել հենց երկու կողմերին անմիջապես լսելու հնարավորությունից օգտվելով։ Հետևաբար այստեղ երրորդ թաքնված նպատակն է կարող է լինել, հաշվի առնելով մեր երկրում քաղաքական բանտարկյալների թվաքանակը ու նաև ենթադրյալ նրանց աճը, սահմանափակելու հանրային վերահսկողությունը դատական իշխանության եւ ժողովրդավարության իրավական սկզբունքների չարաշահման նկատմամբ։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։